Ինչ էր ասում Եսայի մարգարեությանի մեջ. Տեր, մենք կաղ ենք, դու մեր հայրն ես, փրկիր մեզ։ Մենք կաղ ենք, սիրելիներ, եւ դրա համար ասում է, նաեւ բավական է, որ երկու ոտքով կաղաս։ Երկու ոտքով ենք մենք կաղում, ոչ թե մեկ ոտքով։ Եվ այս հոգեվոր կաղության մեջ, հոգեվոր անդամալության մեջ մենք նորից Աստծուն ենք գոչում, Աստծուն ենք խնդրում, որ մաքուր լինենք, սուրբ լինենք, անարատ լինենք, բայց ինչպես մեկ պայմանով Քրիստոս առաջարկած ջուրը պիտի վերցնենք եւ խմենք։ Խմեցիր կհագենաս։ Քո չորացած սիրտը, քո ձմեռնացած հոգին կանուշահոտի կբացվի, քո սարցած գետերը սրտի մեջ նորից կբացվեն ու կհոսեն եւ դու կյանք կունենաս։ Իսկ այդ կյանքի մեջ կգտնես քո կյանքի խաղաղությունը, հանգստությունը եւ այլևս ստիպված չես լինելու ձևացնելու, վախենալու, լացելու, արցունք թափելու, հուսահատության մեջ լինելու, այլ Քրիստոսով պիտի գնաս այն հաղթական ճանապարհը, որ տանում է դեպի հավիտենական կյանք։ Եվ այսօրվա վերջին հատվածի մեջ, երբ որ սպասավորները գալիս են, ասում են, ինչու չբռնեցիք Հիսուսին, ասում են, սրապես ոչ ոք մինչև այսօր չի խոսել, եւ ասում են, միթե դուք էլ հավատացիք դրան։ Աշխարհն էլ այսպես ասում։ Միթե դուք 21-րդ դարի զարգացած գիտության դարում մարդը կշարունակի սուրբ գիրք կարդալ եւ Քրիստոսին հավատալ։ Նույն հարցն է այսօր դրված մեր առջև։ Դուք ո՞րն եք ընտրում։ Այս աշխարհի խոսքը, թե այն խոսքը, որ Քրիստոս ամեն օր մեզ ասում է. Ինձ եկեք հոգնածներ, ծանրաբեռնվածներ, կհանգստացնեմ ձեզ։ Եկեք խմեք, կհագենաք։ Ես եմ կյանքի հացը, կերեք եւ կյանք ունենաք եւ հարության հույսով ապրել այս աշխարհի մեջ։